փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք խորհրդարան չենք անցնում, մինչդեռ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դրա ռիսկը ուղղակի չկա։ Այս փուլում մենք նման մտավախություն չունենք, ես դա ասում եմ ձեզ վստահաբար։ Իսկ ինչ վերաբերում է իշխանական կողմի որոշ նման հայտարարությունների, դուք հավանաբար դա կարող եք ժխտել իրենց մեկ այլ արած հայտարարության։ Մասնավորապես, երբ ասում են, որ բոլոր ուժերը գալու են խորհրդարան եւ վերջում վարչապետ այսպես ընտրելու են Ռոբերտ Քոչարյանին։ Բա ոնց է ընտրում Ռոբերտ Քոչարյանի վարչապետը, եթե Ռոբերտ Քոչարյանը չի անցնում խորհրդարան։ Այսինքն նույնիսկ իրենք իրենց խոսույթի մեջ այնքան հակասություն ունեն, մեկ ասում են, այ հասեք փրկեք Գյումրի 2 են անում, հետո ասում են, այ դուք նույնիսկ չենք էլ անցնում խորհրդարան, բայց Գյումրի 2 ոնց ենք անում, եթե չենք անցնում խորհրդարան։ Նկատի ունեմ սա այդ բանի նախընտրական շրջանում քարոզչական, այսպես փոքր պատերազմների, ճակատամարտերի տիրույթում կարելի է տեղավորել, բայց այն մարդկանց, ովքեր մեզ հիմա կլսեն, ես ուզում եմ ասել, որ այդ մտավախությունը իսկապես չկա, ընդհակառակը մենք էական ազդեցություն ունենալու ճանապարհով ենք գնում, մաքսիմալ հնարավորինս շատ ձայն հավաքելու ճանապարհով ենք գնում ու մինիմալ շեմի մասին, այսինքն մեր առաջին հայացքը դա չի, որ պետք է մինիմալ շեմը հաղթարենք, դա հաղթարում ենք, գնում ենք հնարավորինս շատ ձայներ ստանալու ճանապարհով։